նոր այսօր ես համարձակություն եմ հավաքել իմ մեջ, որ անեմ այն ինչ որ արեցի։ Շենգավիթի բակային մաքրուհիներից է 44-ամյա Աիդան։ Վերջապես համարձակություն է հավաքել ու հանրայնացրել իր նկատմամբ տեղի ունեցած բռնությունը Շենգավիթի թաղապետարանում։ Եք զրկտվել իմ աշխատավարձը։ Պնդում է իրեն հայհոյել, ապա ծեծել են, երբ հեռախոսի տեսախցիկը միացրած մտել է վարչական շրջանի ղեկավարի աշխատասենյակ, պահանջել աշխատավարձը։ Նախ լեզվակռիվ է սկսվել մաքրուհու ու կոմունալ տնտեսության բաժնի ղեկավարի միջև, հետո տղամարդը հայհոյելով, կնոջը հրելով դուրս է հանել սենյակից։ Երբ որ ես գնացի ասի ինչն է պատճառը, որ դուք ինձ բացակայ եք տվել, իմ փողը վերադարձրեք ինձ, որովհետև 2 անգամ եղել է, որ նաև պրեմիաներից են իրանք ինձ զրկել։ Կոմունալ բաժնի պետը ջղայնացած ամենավերջի անպատիվ խոսքերը ասելով, ինձ ծեծի ենթարկեցին, ամենավերջի հայհոյանքները տալով, իհարկե եթերային չի դաստիարակությունս թույլ չի տա արձագանքելու նույնը ասել, ինչ որ ինքը ասեց։ Շենգավիթի թաղապետարանից չեն պատասխանում հայլուրի զանգերին, մինչդեռ Աիդա Մխիթարյանը պնդում է, որ ինքը հունվարի 5-ից 31-ը ամեն օր աշխատել է, բայց ստացել է 10 օրվա աշխատավարձ։ Կնոջ խոսքով չեն տվել նաև փետրվարի 1-ից 17-ը աշխատած օրերի փողը։ Ցույց է տալիս այս նկարները որպես ապացույց, որ ինքն այդ օրերին աշխատել է։ 145,000-ից ընդամենը հունվարին ստացել եմ 68,000 դրամ աշխատավարձ։ Աիդան կռահում է ինչից է սկսվել իր նկատմամբ այս վերաբերմունքը։ Երրորդ կարգի հաշմանդամ է, ապրում է մայրիկի հետ ու տունը վերանորոգելու համար բաժնի պետից պարբերաբար թիթեղ է խնդրել։ Երբ մերժվել է խնդրանքը, գնացել է կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա արել։ Մաքրուհու խոսքով դրանից հետո է իր նկատմամբ տեռոր սկսվել։ Այն ժեշտերը, որ վատ ապրող մարդը գնում է իրանից ուզում է, ես ոնց հասկացա, այդ ժեշտերը դուրս է գրում այդ մարդու անվան տակ, ինքը տանում է բիստրո է սարքում։ Կինը դիմել է ոստիկանություն մարդու իրավունքների պաշտպանին, ոչ մի արձագանք, չի փոշմանում, որ բարձրաձայնել է իր հետ տեղի ունեցածը, չնայած անգործ է մնացել ու հիվանդ մոր թոշակի հույսին։ Լիլիթ Գասպարյան, Անի Ավանեսյան, Միլենա Պողոսյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։